Ինչու է Թուրքիան ցնցվում։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը եւ դրան հաջորդած բողոքի ցույցերը մի տեսակ արհեստական բնույթ ունեն։ Արտահերտ ընտրությունները սպասվում են միայն 2028 թվականին եւ այսքան շուտ իրավիճակը սրելու իմաստ գուցե չկար։ Թուրքիան քամելյոնի պես գույնը փոխող երկիր է, արտաքին աշխարհի փոփոխությունները շուտ է զգում։ Փաստը կայանում է նրանում, որ 2025 թվականի Էրդողանի Թուրքիան մնացել է մեծ աշխարհաքաղաքական խաղից դուրս։ Անցած 20 տարիների բոլոր էրդողանական ջղաձգումները եւ խաղիկները որևէ պտուղ չեն տվել, բացի թուրքական լիրայի արժեզրկումից եւ Էրդողանի կլանի հարստացումից։ Սյունի մահմեդական աշխարհի առաջնորդ եւ տարածաշրջանի գլխավոր հանգույց դառնալ չստացվեց։ Ամերիկացիները նախընտրեցին Սաուդյան Արաբիային եւ Քաթարին։ Այսպիսով Թուրքիան որևէ լուրջ դերակատարություն չունի Պաղեստինի, Ուկրաինայի, նաև Իրանի հետ կապված հարցերում, այսինքն մեծ տարածաշրջանային խաղում։ Էրդողանը հասցրել է հարաբերությունները փչացնել բոլոր ուղղություններով։ Թերևս Էրդողանի հույսը Մեծ Բրիտանիան էր, բայց այսօր անգլիացիները ստիպված պոչները քաշել եւ հանդես են գալիս Եվրամիության հետ։ Բրիտանիան ԵՄ-ից դուրս եկավ, ԱՄՆ-ի համար չունի նախկին դերը եւ փաստացի հայտնվել է մեկուսացված վիճակում։ Միակ ճանապարհը կրկին Բրյուսելն է։ Ահա թե ինչու է բորբոքված Թուրքիան։ Բողոքային process-ը բարձրացնելու է ջերմությունը։ Թուրքիան կրկին փնտրտուքների մեջ է։ Եթե Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով լուրջ համաձայնության չգա, նավթի եւ գազի հարցով հաստատ գալու է։ Արդյունքում Թուրքիան Ռուսաստանի համար կորցնելու է իր նշանակությունը նաեւ էներգետիկ ոլորտում։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից անտեսված ռուսները ստիպված էին թուրքերի հետ սիլիբիլի անել։ Այժմ իրավիճակի կտրուկ փոփոխությունից հետո Թուրքիան հանկարծակի հայտնվեց 3-րդ լիգայում։ Արդեն Ադրբեջանն է Թուրքիայից դիստանցիա պահում։ Թուրքական աշխարհի մասին բայաթիները անցյալում են։ Ադրբեջանը ցանկանում է միանալ իսրայելա-արաբական Աբրահամի դաշինքին։ Ալիևն էլ հուսահատ փնտրտուքների մեջ է։ Թուրքերը դեռևս Ցյուրիխում Հայաստանի հետ հարցերը կարգավորելու փոխարեն իրենց համար մեծ թակարդ լարեցին, որից դուրս գալ չեն կարողանում մինչ օրս։ Թակարդի բանալին հանձնել են Ալիևին։ Եվ ահա մեծ խաղացողների կողմից արհամարված Էրդողանը փորձում է ուշադրություն գրավել, շանտաժ անել Ստամբուլի ցույցերով, բայց իսլամիզմից դեպի դեմոկրատական ֆաշիզմ անցում կատարելով թուրքական հարցերը չեն լուծվելու։ Ազգայնականությունն ու իսլամիզմը ժամանակավոր ցավազրկողներ են։ Հետաքրքիր ժամանակներ են, հին քրոնիկ հիվանդությունները վաղ թե ուշ ի հայտ են գալիս նոր ձևերով։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել ներքին անվտանգության ծառայության Շաբակի տնօրենի պաշտոնից Ռոնեն Բարին հեռացնելու մասին վարչապետ Նեթանյահուի որոշմանը, որ նա ընդունել էր այդ հատուկ ծառայության ղեկավարի նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքով։ Իսրայելի գլխավոր դատախազ Բախարավ Միարան սակայն հայտարարել է, որ վարչապետը չի կարող կամայականորեն հեռացնել Շաբակի տնօրենին, իսկ երկրի գերագույն դատարանը կասեցրել է կառավարության որոշման կիրառումը եւ ապրիլի 8-ին լսումներ նշանակել։ Իսրայելի ընդդիմությունը համոզված է, որ Ռոնեն Բարը պաշտոնից հեռացվում է երկու պատճառով։ Շաբակը հետաքննում է այսպես կոչված հոկտեմբերի 7-ի գործը, որպեսզի բացահայտի Իսրայել Համասի զինյալների մուտք գործելու եւ մի քանի ժամ անարգել գործելու հետ կապված բոլոր հանգամանքները։ Երկրորդ գործը կապված է տեղեկությունների հետ, որ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները կատարից խոշոր չափերի գումարներ են ստացել եւ գաղտնի տեղեկություններ փոխանցել այդ երկրի հատուկ ծառայություններին։ Այդ մասին տարածված լուրերը մասնակիորեն հաստատել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը։ Նա Շաբակի տնօրեն Ռոնեն Բարին մեղադրել է կառավարության ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ հավաքելու եւ ժողովրդավարական երկրում հակակառավարական խռովություն կազմակերպելու փորձի մեջ։ Բեն Գվիրը, որ Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունում ներկայացնում է հրեական ուժ աճ ծայրահեղական կուսակցությունը, հայտարարել է, որ Ռոնեն Բարը հանցագործ է եւ պետք է գտնվի բանտում։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լռել եւ համակերպվել։ Ես պետք է վարչապետին խնդրեմ, որպեսզի ստեղծվի Ռոնեն Բարի գործունեությունն ուսումնասիրող կառավարական հանձնաժողով, որպեսզի բացահայտվի նրա կողմից կազմակերպված հեղաշրջման փորձը։ Կառավարության հերթական նիստից հետո հայտարարել է աճ ծայրահեղական նախարարը, որի
քաղաքական դիրքորոշումից է կախված նաև Նեթանյահուի կոալիցիոն կառավարության ճակատագիրը։ Իսրայելի նախկին վարչապետ Բենետը եւ Պաշտպանության ու արտաքին գործերի նախարար Լիբերմանը հայտարարել են խորհրդարանական ընտրություններում դաշին կազմելու մեծ հավանականության մասին, իսկ ընդդիմությունն առհասարակ Նեթանյահուին մեղադրում է, որ Համասի հետ պատերազմին վերջ չի տալիս միայն մի պատճառով, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը եւ խուսափի պատասխանատվությունից։ Շաբակի տնօրեն Բարիդեմ ձեռնարկումները, ինչպես հասկացվում է Նեթանյահուի կողմից նրա նկատմամբ վստահության կորստի եւ նրան հեղաշրջում կազմակերպելու մեջ Բեն-Գվիրի ներկայացրած մեղադրանքից բացառապես ներքին մոտիվացիա ունեն։ Գործող կառավարությունը փորձում է հանրային տպավորություն ստեղծել, որ խռովարարները խորքային իշխանություն են ստեղծել, որպեսզի Նեթանյահուին անվանարկեն եւ նրան հրաժարական պարտադրեն։ Խիստ ուշագրավ է, որ Իսրայելում ներքաղաքական սրացումը տեղի է ունենում Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցերին յունիսոն։ Ընդ որում, Թուրքիայի իշխանություններն էլ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին մեղադրում են քրդական ահաբեկչության հետ համագործակցության մեջ, որ նա իբր իրականացրել է Թուրքիայի թշնամիների պատվերով։ Ովքեր են Թուրքիայի թշնամիները, առայժմ ոչ մի կոնկրետություն չկա, բայց դա միայն տեղեկատվական տիրույթում։ Թուրքիայի հատուկ ծառայությունները անկասկած ունեն իրենց վարկածները, մանավանդ որ Ստամբուլի քաղաքապետի դեմ հետապնդումները սկսվել են ՄԻՏ-ի տնօրեն Քալանի Դամասկոս այցից բառացիորեն 1 օր անց։ Իսկ Սիրիայի տարածքի մի զգալի մասն այսօր Իսրայելի օկուպացիայի տակ է, եւ այնտեղ բնականաբար Մոսադը գործում է ինչպես սեփական տանը։ Իհարկե, չափազանց բարդ է ասել, որ թուրքական ընդդիմությունը կապ է ունեցել Մոսադի, իսկ Շաբակի տնօրենը թուրքական հատուկ ծառայությունների հետ, բայց փաստ է, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Բենյամին Նեթանյահուն այլևս արյան թշնամիներ են, եւ իշխանության պահպանման եւ ամրապնդման նրանց պայքարը ամենայն հավանականությամբ անձնական ամբիցիաներից զատ պայմանավորված է մերձավոր արևելքում իրենց երկրների ապագայի համար երաշխիքային միջավայրի ձևավորմամբ։ Այլ կերպ ասած, Սիրիայից Իրանի հեռացմամբ, Թեհրանի գլխավորած շիադավան աղեղի խզմամբ մի իրավիճակ է ստեղծվել, որ տարածաշրջանում կամ սիոնիզմը պիտի դոմինանտ լինի, կամ նոր օսմանականությունը։ Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանը կարծես հակված է սիոնիստական գերակայության հաստատմանը։ Ըստ երևույթին, քեմալական Թուրքիան նույնպես այդ ուղեգծի մեջ է։ Նյութի աղբյուր, Առաջին AM։